Ես սիրում եմ սև գույնի, ավելի մեծական ու ամուր նորմալ պայուսակ։ Այս տարի իմ համար գնել են սև գույնի պայուսակ, ես ավելի շատ մեծական եմ սիրում, երեխական չլինի էլի։ Սև կամ դեղին կարմիր թե կանաչ խնդիրը սա չէ, այս անգամ դպրոցական պայուսակները հայտնվել են մասնագետների ուշադրության կենտրոնում ոչ թե տեսքի կամ որակի, այլ քաշի պատճառով։ Հնդկաստանի Մահարաշտրայի կառավարությունն ընդունել է օրենք, համաձայն որի ոչ մի դպրոցական չի կարող դպրոց հաճախել այնպիսի պայուսակով, որի քաշը կգերազանցի իր մարմնի քաշի 10% է։ Ինչպիսի պայուսակներ եւ ինչ քաշի պայուսակներ է առաջարկում հայկական շուկան հայ դպրոցականներին նախասեպտեմբերյան առևտրի այս փուլում ամենակարևորը հենց դպրոցական պայուսակի ձեռքբերումն է։ Օրինակ այս պայուսակը, որը նախատեսված է աղջիկների համար, կշռում է 500 գրամ կան ավելի ծանր պայուսակներ, թեկուզ տղաների համար նախատեսված բռնակով պայուսակը կշռում է ուղիղ 1 կիլոգրամ։ Դպրոցական ծանր պայուսակների խնդիրը քննարկեցին նաև հայ մասնագետները, եզրակացությունը նույնն էր, աշակերտը պետք է կրի այնպիսի պայուսակ, որը կկշռի նրա մարմնի քաշի 10%-ը։ Շկանոց 10 ունեն, 6-10 ունեն, 6-ը փիշ գետեդրագներն է։ Մի 5 կիլո, 6 կիլոյի չափ կա էլ իրանց քաշկերը։ Որ ֆիզկուլտուրայի գիրք կա, շրջակա աշխարհին գիրք կա, ամեն ինչը տարե գիրք։ Բծանր չէ երեխուն, ինչա պետությանը փող տաս։ Երեխայա մեջքին ցավամ կիլոմետրներով ոտով դպրոցակի տան։ Այդ երեխեն սունկեն տանի թե էտա տասորվի։ Ինչ ենա։ Նայում ես երեխաները երբեմն լինում են 20-ից 25 կիլո, վերցրած իրենց պայուսակը կարող է լինել 5-ից 8 կիլոգրամ։ Եվ իհարկե պայուսակի ծանրաբեռնվածությունը կարող է նպաստել արդեն իսկ ձևավորված հիվանդության խորացմանը։ Հատկապես վերջին շրջանում է հայ դպրոցականների մոտ նկատվում կեցվածքի շեղումների թվի աճ, 10 տարեկանից սկսած են աշակերտները սկսում խնդիրներ ունենալ։ Ասել, որ կոնկրետ հենց պայուսակը կարող է պատճառ դառնալ, իհարկե ոչ։ Եթե կա խնդիր, կարող է նպաստել ծանր պայուսակի քաշի վերցնելը եւ սխալ պայուսակի ընտրությունը։ Նշված պատճառների թվում իր հստակ դերն ու տեղն այնուամենայնիվ ունի դպրոցական ծանր պայուսակը։ Այն կարող է լուրջ դեֆորմացիաների պատճառ դառնալ։ Ամենավտանգավորը միակողմանի կրման համար նախատեսված պայուսակներն են։ Միակողմանի կրելու դեպքում հատկապես տուժում են այս ուսակոտու շրջանի մկանները։ Երկրորդային տուժում է լայնակի մկանները, լայնագույն մկանները, որոնք արդեն կողմնային մկաններն են ներկայացնում, եւ հետո վերջում տուժում է կոնքը։ Կոնքը այստեղ առաջանում է կոնքի ասիմետրիա, որը արտահայտվում է բարձրությամբ եւ ցածրությամբ։ Հիմնականում արտահայտվում է կեցվածքի խնդիրները երեխաների մոտ թիակի տարբերությամբ եւ անրակների տարբերությամբ։ Երկկողմանի պայուսակը ընդհանրապես կարող է բերել կորությունների, կոչվում է կիֆոտիկ կորացումներ, որ արտահայտվում է կրսկային կիֆոզի խորանալով եւ գոտկային լորդոզի հարթեցումով։ Ծնողներից եւ ուսուցիչներից մեծ ուշադրություն է պահանջվում աշակերտները պետք է դպրոցական նստարանին նստեն ճիշտ կեցվածքով, տանը դասերը պատրաստելիս եւ համակարգչի դիմաց եւս պետք է նստել ճիշտ։ Եթե երեխայի մոտ նկատվում է անգամ փոքրիկ շեղում, պետք է արագ դիմել մասնագետի օգնությանը։ Հաշվենք Էդգար։ Հա։ 10 հատ հաշվում ենք։ Գնացինք։ 1 2 դանդաղ 3 Ֆիզիոթերապևտը ներկայացնում է մի քանի ախտանիշ, որի առկայությունը պետք է լինի անհանգստացնող ազդակ։ Հենց դրանք Երևան կան, չպետք է մնան անտեսված։ Երբ որ երեխան կանգնած է մեջքի կողմից ուսերի ասիմետրիան է, կոնկերի ասիմետրիան է, դիմացից նորից կոնկերի, կրծքերի ասիմետրիան է, հիմնականում ունենում են նաև ողնաշարի փոքր պտույտ, որը կարող է ծնողը նորից նկատել եւ երբեմն կանգատվում են մեջքի ցավերից։ Մասնագետներն ասում են, խնդրի առաջնային փուլում է պետք դիմել, որպեսզի բուժումը լիարժեքից զատ լինի նաև արագ։ Հայ ծնողները հիմնականում դիմում են ուշացած, նույնը չի կարելի ասել Գյումրիում բնակվող այլ ազգի մայրերի համար։ Արմենու Հիմինասյան, Խան Հովանեսյան այսօր։